Վերադարձանք սիրելի հեռուստադիտողներ եւ պետք է ասենք, որ հուլիսի 14-ին Արնո Բաբաջանյան համերգասրահում կկայանա միջազգային ճանաչում ունեցող դաշնակահար եւ ձայնային հետազոտող Տիբո Մենիլոյի բացառիկ համերգը պիանո ռիտոլո խորագրով։ Ու այսօր մենք այստեղ ենք հրավիրել մեր շատ սիրելի հյուրերին, որոնց կներկայացնի Իննան։ Ուշադրություն։ Մեր տաղավարում է նաև Տիբո Մենիլոյի կինը Հայաստանում եւ Փարիզում հայտնի մոդելավորող Արմինե Օհանյանը եւ բնականաբար մեր տաղավարում են Տիբո Մենիլոն, դաշնակահար եւ դիզայներ Արմինե Օհանյանը, բարի լույս։ Բարի լույս։ Բարի լույս։ Բարի լույս։ Դե եկեք խոսենք սպասվող համերգից։ Սա սովորական համերգ չէ ու ինչ է ընկած նրա հիմքում, մենք մի փոքր գիտենք, բայց նաև դուք գրպակագծերը բացեք մեր սիրելի հեռուստադիտողների համար։ Ok, donc c'est une question. Donc dans ce concert, je suis un pianiste qui fait de la recherche sur le son et les couleurs et je me sers de la salle et du public pour m'inspirer. Et donc ça va être un concert totalement improvisé qui va pouvoir avoir des notes de Bach, Schubert, Բախի, Շուբերտի, Ռախմանինովի, Դեբյուսի, Ռավելի, Մեսյանի, Կոմիտասի, Խաչատուրյանի, Բաբաջանյանի, Գրջիևի նոտաներն են միախառնվելու եւ այս պատմությունը համերգի ընթացքում է ձևավորվելու ու պատմվելու եւ փորձելու եմ նաեւ կոլեկտիվ տրանսի մեջ տանել ամբողջ հանդիսատեսին։ Ինչ է տեղի ունենում ձեր ներսում, երբ որոշում եք անորոշությանը վստահել, ինչ է իմպրովիզը ձեր համար, այն ավելի շատ ազատություն է, թե պատասխանատվություն։ C'est vraiment une sensation de liberté. Ազատության զգացում է իսկապես, ինձ համար սա է կարևորը, դա կարելի ասել սնում է ինձ, ես մեծապես տարված եմ դրանով եւ փորձում եմ հնարավորինս անկեղծ լինել հանդիսատեսի հետ եւ ինձ հետ։ Ես սա չեմ դիտարկում որպես առաջադրանք, որպես պարտավորություն։ Սա փոխանցումն է նաեւ ինձ համար շատ կարևոր։ Իսկ հետաքրքիր է ձեր ենթագիտակցությունն է ձեզ թելադրում ինչպիսին պիտի լինի իմպրովիզացիան, թե հանդիսատեսը, ինչպիսին է հանդիսատեսը եւ նրանից եկող էներգիան։ Երկուսն էլ կան, կա անգիտակցականը, կա այն, որ բաց եք թողնում ձեզ, ես սա անվանում եմ ցած դատարկության մեջ։ Ու նաև էներգիայի փոխանակում կա դաշնամուրի իմ եւ հանդիսատեսի միջև եւ հետո ընդհանուր սրահը կարելի է ասել պարփակում է, պարուրում է ինչպես մոր արգանդը եւ այս ամենը դառնում է երաժշտություն։ Քանի որ մեր թեմաները տարբեր են, մենք մի փոքր էլ ձեզ հետ շփվենք, դուք երկար տարիներ ստեղծագործում եք Փարիզում ու կպատմեք, կմանրամասնեք ինչպես է այդ միջավայրը ձևավորել ձեր ստեղծագործական կյանքը։ Փարիզը իրականում շատ ոգեշնչող քաղաք է ու նաև Փարիզի այնպես է ստեղծված, այդ էկոսիստեման այնպես է ստեղծված, որ ամեն ինչ շատ հեշտ է լինում այնտեղ, որովհետև ամեն դեպքում նորաձևության մայրաքաղաքն է համարվում ու ինքը նաև ոգեշնչող է իմաստով, որ այնտեղ ապրում են տարբեր ազգության ներկայացուցիչներ, այնտեղ է էներգետիկան, շարժումը, ռիթմը ամբողջությամբ ընդհանրապես տարբեր է ու կարծում եմ հենց այդ շարժման մեջ եմ ես գտնում իմ ոգեշնչումը։ Իսկ մի փոքր կասեք ձեր հաջողությունների մասին։ Դες արդեն ստեղծագործում եմ Փարիզում, իմ բրենդը հիմնել եմ 8 տարի առաջ, այնտեղ մի քանի նորաձևության մրցույթներ հաղթելուց հետո սկսեցի իմ առաջին օրինակ հաճախորդը եղել է Սլիմանը, որը որ վերջերս ներկայացրեց, այսինքն Ֆրանսիայում հայտնի երգիչ է, այսինքն հենց առաջի քայլերը ես արեցի բեմի արտիստների համար, որոնք որ շատ ցանկանում էին հագնել,
ու վերջերս նաև Լարա Ֆաբյանը համերգ ունեցավ Հայաստանում ու ինքը շատ ցանկացավ հայ դիզայների հագուստ գրել ու իմ համար դա շատ սիմվոլիկ էր նաև որ Հայաստանի բեմում ինքը գրում էր Արմինե Օհանյանի ստեղծագործած հագուստը Իսկ ձեր հավաքածուներում որքանով կա Հայաստանը Հայաստանը իմ մեջ է, իմ արյան, իմ դնթի մեջ է ու կարծում եմ այն ինչը որ ես անում եմ, այն ինչը որ ստեղծում եմ ամեն դեպքում մի որոշ չափ կա, ես ստեղծագործում եմ տեխնոկուտյուր ուղղության մեջ, որը որ նոր տեխնոլոգիաները միաձուլում է հին արհեստների հետ ու ես մտածում եմ ու կարծում եմ, որ հենց դա գալիս է իմ արմատներից, որովհետև մենք այստեղ շատ հարուստ մշակույթ ունենք, օրինակ ասեղնագործության, գորգագործության, կաշվեգործության եւ այլն այդ ամեն ինչը ինձ մանկուց կարծում եմ ազդեցություն է ունեցել իմ ենթագիտակցության վրա ու կարծում եմ դա արտահայտվում է նաև հագուստների մեջ։ Արմինե, իսկ ամենաշատը հայ կնոջ մասին ինչն է հետաքրքրում եվրոպացիներին։ Կարծում եմ հայկինը ինքը մի քիչ միստիկ է ու եվրոպացիները շատ չեն ճանաչում իրականում հայ կնոջը, բայց ես կցանկանայի հայ կնոջը այնտեղ ներկայացնել, քանի որ ես կին ստեղծագործող եմ, ներկայացնել որպես ուժեղ, ով կարողանում է բոլոր դժվարությունները հաղթահարելով առաջանցնել ու ներկայացնել ես շատ ուզում եմ, որ նաև պատվով ներկայացնել մեր հայ տեսակը, մեր հայ մշակույթը ու այն ամեն ինչը, որ կարող ենք գեղեցիկ ձևով ներկայացնել, որովհետև ես արվեստի մեջ եմ ստեղծագործում նորաձևության մեջ եւ այդ գեղեցկությունն եմ ցանկանում բոլորին ցույց տալ։ Դժվար է դուք համատեղում ձեր կյանքը դաշնակահար, դիզայներ, խոչընդոտներ, չգիտեմ, եթե վեճեր կան, ոնց է լինում այդ ամենը։ Անդրադառնալով ստեղծագործական կյանքին, որտեղ են խաչվում նորաձևությունը եւ երաժշտությունը։ Իհարկե նորաձևությունը, երաժշտությունը իրար հետ շատ մեծ կապ ունեն, որովհետեւ ես կարող եմ երաժշտություն լսել ու դրանից ոգեշնչված ինչ որ մի բան ստեղծել։ Մենք նաեւ համագործակցել ենք Օզակայի, Ճապոնիա, Օզակա Էքսպո 2025 թվականի շրջանակներում, այնտեղ հայկական տաղավարի համար ես ստեղծեցի իրենց հագուստների դիզայնը արեցի ու նաև մենք ազգային օրվա հետ կապված ներկայացրեցինք այնտեղ շատ հետաքրքիր պրոյեկտ, միաձուլելով արվեստը, նորաձևությունը եւ երաժշտությունը։ Այ հետաքրքիր է իմանալ ձեզ դուք որքանով եք ծանոթ հայկական երաժշտությանը ու եթե կա սիրելի ստեղծագործություն, որն է դա։ Վստահ եմ ասելու եք Կոմիտաս։ Ես եմ վստահ։ Komitas Gurdjieff. Կոմիտաս եւ Գյուրջիև։ J'aime beaucoup la profondeur de leur musique. Շատ եմ սիրում երաժշտության, նրանց երաժշտության խորությունը, հոգեվորությունը։ Այդ մշակույթի մեջ սա է ինձ շատ հոգեհարազատ եւ երաժշտությունից անդին դուք ունեք անհատական շատ մեծ խորություն, հոգեվոր ոգի եւ որը մենք զգում ենք որպես եվրոպացի երբ գալիս ենք այստեղ եւ այդ երաժշտության մեջ իսկապես այդ զգայունությանն ենք հասնում, որ կարելի է գտնել նաև այլ կոմպոզիտորների մոտ, իմպրեսիոնիստ, եվրոպացի, բայց ոչ այս աստիճանի լռության, ձգվածությամբ եւ այն նոտաներով, որոնք իսկապես ինչ-որ շատ խորը վիբրացիաներ են առաջացնում ձեր մեջ։ Կոմիտասն ու Գուրջիևը ինձ համար այդ երկու մեծագույն կոմպոզիտորներն են, որոնք թույլ են տալիս հասնել այդ խորությանը։ Հազարավոր հանդիսատեսի արչև իմպրովիզացիայի ժանրում ստեղծագործելու եւ համերգ անցկացնելու համար պետք է առավելագույնս եւ բացառիկ կերպով իմանալ ինչ է ձայնը եւ ինչպես գիտենք դուք հետազոտում եք ձայնը։ Հետաքրքիր է ինչ է նշանակում ձայնը հետազոտել եւ ըստ երևույթի ձայնն ու լռությունը փոխկապակցված են իրար եւ այս դեպքում ինչ է ձեզ համար ձայնը եւ ինչ է լռությունը ձեզ համար։
J'ai un autre métier, je suis Մեկ այլ մասնագիտություն ունեմ, ես ակուստիկայի մասնագետ եմ, ես ձայնային ճարտարապետության մեջ եմ աշխատել եմ նաև ծավալների վրա, շինությունների, որպեսզի ձայնը հնչի այնտեղ, էներգիա կա, DNT կա երաժշտական նաև ակուստիկ։ Une sorte de formatage par rapport à comment je perçois le son, comment il va travailler dans une salle. Ֆորմատավորված եմ, թե ինչպես է ձայնը հնչում սրահում եւ շատ եմ օգտվում, հենվում եմ սրահի վրա, սրահի տեսակի վրա, որպեսզի ձայնը ուրիշ հնչեղություն ստանա եւ յուրաքանչյուր համերգ տարբերվում է նախորդից, որովհետեւ ռեզոնանսը սրահի տարբեր է, կախված նրանից թե ակուստիկան ինչպիսին է սրահի եւ շատ եմ աշխատում ոտնակների հետ դաշնամուրի, որոնք հնարավորություն են տալիս վիբրացիաներ գտնել, որոշակի ամպլիտուդաներ գտնել ձայնային, որոշակի ժամանակայնության մեջ դաշնամուրի ներքին ռեզոնանս ստեղծել, որը ինքն է վիբրացիայի մեջ մտնում եւ հատակի միջոցով վիբրացիան փոխանցում է հանդիսատեսին, գուցե քանի որ ակուստիկայի մասնագետ եմ, հենց դրա համար կարողանում եմ այս ամենը անել եւ կարողանում եմ աշխատել ձայնի հետ, հնչյունի հետ, որը ինչը ինձ էլ է զարմացնում երբեմն, այսինքն այս ազատությունն է նաեւ կարեւոր գտնել հնչյունը, որը եզակի է դառնում յուրաքանչյուր համերգի համար, չգիտեմ, արդյոք լավ եմ բացատրում։ Միանշանակ շատ լավ եք բացատրում։ Ինչպիսի նորությունների սպասենք ձեզնից եւ ձեզնից եւ ձեզնից։ Ստեղծագործական իհարկե։ Գուցե նախատեսում է համերգ նորից Երևանում, Հայաստանում։ Je vais jouer vendredi à Kapan, organisé avec Kapan Fest et la Philharmonie. Samedi, je joue chez Tigran Art Studio, donc et après en novembre 26, je suis convié dans le showroom Steinway France, la maison Steinway, pour jouer parmi les artistes Steinway. Je suis invité et après j'ai deux gros concerts aussi en France. Un dans ma région natale parce que j'ai encore jamais joué la Guyane, Aix-en-Provence, donc j'aimerais bien faire découvrir Aix-en-Provence dans le sud de la France. Et je vais rejouer dans la majestueuse salle Cortot parisienne. Parisien Cortot սրահում եմ, հայտնի Cortot սրահում եմ նվագելու, որը հայտնի է դաշնակահարներով 2027 թվականի մարտին։ C'est la salle dans laquelle j'avais déjà joué en octobre dernier dans le cadre de la sortie de mon album que j'ai enregistré à la Philharmonie qui s'appelle Love in Yerevan, Love in Armenia, արտադրության առիթով, որը կոչվում է Love in Armenia, à la fois un public français mais aussi beaucoup d'Arméniens ֆրանսիացի հանդիսատեսի եւ շատ հայեր կային սրահում եւ իդեպ ֆանտաստիկ ակուստիկա է այդ դահլիճը։ Քիբո ինչու եք բարբերաբար վերադառնում Հայաստան, ինչու Հայաստան եւ ինչպես է ձևավորվում այդ ինչպես եւ խորագիրն է համերգի պիանո ռիտուալ, այդ ռիտուալը ինչպես է ձևավորվում հայ հանդիսատեսի հետ։ Alors, je reviens aussi parce qu'il y a ma belle famille. Mais le fait est, c'est que en Arménie, il y a un public particulier. Il y a une écoute. Quand je parle d'acoustique d'une salle, c'est aussi qu'est-ce qui se passe avec le public et le public. Հանդիսատեսը ունկնդիրը իսկապես այս լսելու ունակությունը ունի, ինչպես եկեղեցիներում, և սա ինձ ոգևորում է, և ամեն անգամ երբ գալիս եմ Հայաստան, որոշակի արտիստիկ առումով որոշակի նոր փուլ եմ անցնում, որովհետև սա ինձ ավելի շատ համբերատարություն է տալիս, ավելի կողքից հայացք է տալիս, և այս ամենի արդյունքում ստեղծում եմ որը ոգեշնչում է և ինձ օգնում է իմ ձայնային, հնչյունային ճանապարհում առաջ գնալ։ Եվ հանդիսատեսը ունկնդիրը Հայաստանում բացառիկ է։
très particulier. Շատ Quand on a joué au Japon, c'était առանձնահատուկ է, encore un autre public. երբ մենք Ճապոնիայում նվագում օրինակ լրիվ տարբեր էր, կանդիրը Ֆրանսիայում ուրիշ էր, բայց Հայաստանի հանդիսատեսի հետ ես ամենամեծ կապն եմ զգում։ Je ne sais pas pourquoi, c'est Չգիտեմ des ինչու։ racines arméniennes. Գուցե ունեմ հայ արմատներ, չգիտեմ։ Եկեք Հայաստանում ապրեք դրա համար։ Գուցե բնական է Ah, ստագնի։ Tishta. Այո, շնորհակալ ենք Շատ շատ, շնորհակալ ենք, որ դուք ձեզ ժամանակ շնորհակալ։ եկաք եկեք մեզ հետ զրուցեցիք այս հետաքրքիր կարևոր բովանդակալից թեմայի շուրջ։ Մենք ձեզ լավ օրվա շարունակություն ենք մաղթում։ Շնորհակալ ենք շատ, հուսով ենք նորից Շնորհակալ կհանդիպենք ենք այստեղ։ շատ։